Հերինակիցներ բարև ձեզ։ Այսօր մենք ձեր հետ միասին շարունակելու ենք քննարկել կարևոր հարցերը, որը վերաբերվում են Թուրքիա եւ Իսրայել առճակատմանը, ավելի ճիշտ Իսրայելը այնպիսի քայլ է արել իմ պատկերացումով, որը լուրջ հարված է հասցնում Թուրքիային, թուրքական շահերին եւ սա իհարկե շատ նաեւ շարունակելու է սրել հարաբերությունները Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ։ Առաջի հերթին ես կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանությունները, այդ թվում ամբողջ մեր վերլուծության ընթացքում, բացի դրանից կոչ եմ անում ձեզ դիտեք մեր ուղիղ եթերը, որը երեք կազմակերպել էինք հարց ու պատասխան ձևաչափով, որտեղ որ կարող եք տեսնել եւ լսել տարբեր պատասխանները իմ տարբեր հարցերին եւ դա առաջի անգամ էր մեր այդպիսի ձևաչափը ալիքում հասանելի է ապագայում կարծում եմ նաեւ ժամանակ առ ժամանակ կկազմակերպենք հարց եւ պատասխան եւ ձեր հետ միասին կքննարկենք տարբեր կարեւոր հարցեր։ Ինչ վերաբերվում է կոնկրետ մեր այսօրվա այս թեմային, ապա պետք է ասեմ, որ Իսրայելը դարձել է առաջի պետությունը, որը ճանաչել է Սոմալիլենդը ինչպես անկախ պետություն։ Սոմալիլենդը դա իրականում միջազգայնորեն այս պահի համար Սոմալիայի տարածքն է, հյուսիս արևմտյան հատվածը Սոմալիայի եւ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող առհասարակ վայր է։ Սոմալիլենդը 30 տարուց ավել է գործում է ինչպես դե ֆակտո անկախ պետություն, այսինքն իրականում Սոմալիայից ուղիղ կապ չունի եւ 91 թվականից իր անկախությունը հռչակել։ Ունի իր սեփական պետական համակարգը, ունի իր դրամարժույթը, ունի անվտանգային ուրեմն կառույցներ, ինչպես նաև ընտրությունների գործընթաց եւ կայուն վայր է ընդհանուր Սոմալիայի հետ համեմատ, որտեղ որ տասնամյակներ գնում են պատերազմ, տեղի է ունենում պատերազմ իսլամիստների տարբեր խմբերի ուրեմն միջև եւ այդ հարցը Մոգադիշոյի ուղղությունով, որը մայրաքաղաքն է Սոմալիայի, շատ լուրջ խնդիր է Իրանից ներկայացնում։ Ուստի այն, որ Սոմալիլենդը անկախ է դե ֆակտո, բայց ճանաչում չունի միջազգայնորեն, իր համար գլխավոր խնդիրն էր ներկայացնում եւ միշտ հասկանալի էր, որ այն պետությունը, որը առաջինը կճանաչի Սոմալիլենդը, կդառնա իր ամենագլխավոր ռազմավարական դաշնակիցը եւ գործընկերը, եւ Սոմալիլենդը պատրաստ է շատ բան տրամադրել այդ պետությանը։ Հիմա պետք է հաշվի առնենք, որ Սոմալիլենդը գտնվում է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարավային հատվածում։ Հիշեցնեմ, որ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը բաժանում է իրարից շատ կարևոր հատվածներ եւ Կարմիր ծովը եւ Ադենի ծոցը իրարից եւ Արաբական ծովը հետո, որը միանում է ուրեմն Հնդկական օվկիանոսին, իրարից բաժանում է Սուեցի ջրանցքից հետո ամենակարևոր հատվածը, անխուսափելի հատվածը այն էլ պետք է ասել, միջազգային առևտրի համար, որը գալիս է Սուեցով անցնում է, դա այդ Բաբ էլ-Մանդեբի նեղուցն է եւ եթե հարավում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի գտնվում է Ջիբուտին, դեռ Էրիտրեան, հետո Ջիբուտին եւ Սոմալիայի այս Սոմալիլենդ հատվածը, եւ Ջիբուտիում հետաքրքիր է երկու ռազմակայան գոյություն ունի միևնույն ժամանակ, մի ռազմակայանը ամերիկյան է, մյուս ռազմակայանը չինական, այդտեղ Ջիբուտիում, փոքր շատ պետություն է Ջիբուտին, գտնվում է Եմենի մյուս ափին, ուրեմն Եմենը արաբական ուրեմն հատվածում է գտնվում, իսկ այս պետությունները աֆրիկական հատվածում այդ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի։ Սոմալիլենդը արդեն էլ ավելի դեպի հարավ է եւ դեպի արևելք նկատի ունեմ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ուրեմն հարավային արևելյան հատվածում է գտնվում, այլ ոչ թե Կարմիր ծովի հատվածում, եւ դա շատ կարեւոր է, ինչու, որովհետեւ Իսրայելը ունի հանգիստ հնարավորություն իր Էյլաթի ուրեմն նավահանգստից, որը դեպի Կարմիր ծով ելք է Իսրայելի, գիտեք, ամենահարավում Իսրայելի, իրականում գալ եւ հասնել մինչեւ Բաբ էլ-Մանդեբի նեղուց։ Նեղուցը պետք է անցնի եւ միանգամից հայտնվում է Սոմալիլենդում։ Հիմա դա ինչ է նշանակում։ Նեղուցում խնդիրը ինչու՞մ է։ Եմենի այդ հատվածը Սանաան, մայրաքաղաք Սանաան, որը արևմտյան Եմենն է,
այդտեղ շիա հութիները, որոնց մասին մենք բազում անգամ ձեր հետ խոսել ենք, հութիները վերահսկում են իրավիճակը այդտեղ, եւ այդտեղից էր, որ հարվածներ էին հասցնում հութիները Բաբ el-Մանդեբի նեղուցի ուղղությունով։ Դրա մասին մենք վերլուծություն արել ենք եւ ես կկիսվեմ եւ կարող եք դիտել այդ վերլուծությունը։ Հարվածում են այդտեղ Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսրայելի տարբեր նավերին, տերորիստական գործողություն էին կարելի ասել վարում եւ խափանում էին միջազգային առևտուրը, որը ասացի արդեն, որ մեծ մասամբ անցնում է հենց այստեղ Բաբ el-Մանդեբի նեղուցով։ Ճիշտ է, չինական եւ ռուսական եւ ուրիշ նավերին չէին հարվածում, միայն արևմտյան նավերին։ Ուստի առևտուրը մի հատվածի համար խափանված էր, իսկ բռնապետությունների համար հակաարևմտյան հակառակը շատ էլ լավ իրավիճակ էր այդտեղ։ Գիտեք, որ հութիները շիա տերորիստական խմբավորում է, կառավարվում է Իրանի կողմից եւ Իրանի նպատակն էր այդ ուղղությամբ խնդիրներ ստեղծել։ Հիմա Իսրայելը ինչա արել։ Իսրայելը ճանաչելով ուրեմն Սոմալիլենդը փաստացի դարել է իր ամենագլխավոր դաշնակիցը եւ իրականում ձեռք է բերել ռազմավարական դաշնակից հենց Իսրայելը այն հատվածում, երբ Էյլաթից գալիս ես Կարմիր ծովով, անցնում ես Բաբ el-Մանդեբի նեղուցը, անցնում ես միանգամից Սոմալիլենդնա աջ կողմից։ Դա նշանակում է, որ Սոմալիլենդում հնարավոր է Իսրայելը ունենա ռազմակայան, եւ եթե ունենա ռազմակայան, ապա հարվածները հութիների ուղղությամբ կլինի դա ծովային հարվածներ, կլինի դա այդ նեղուցը վերահսկելու ուղղությունով գործունեություն, թե կլինի դա ուրեմն ավիա հարվածներ, եթե ուրեմն օդանավակայան կառուցի ռազմական Իսրայելը Սոմալիլենդում, ապա շատ հասանելի է, որովհետև Իսրայելից հասնել միջև կներեք, հասնել միջև Եմեն շատ բարդ է, հազարավոր կիլոմետր պետք է անցնես բարդ իրավիճակում, իսկ Սոմալիլենդից հարյուրավոր կիլոմետր պետք կլինի եւ շատ հեշտ է այդպիսի հարվածը։ Բացի դրանից Սոմալիլենդը, այո, ստեղծում է շատ հետաքրքիր ռազմավարական հնարավորություններ, որովհետև սա միջազգային առևտրի կենսական հատվածն է եւ Կարմիր ծովը, Սուեցի ջրանցքը, ամեն ինչ վերահսկվում է, կարելի ասել հենց Ադենի ուրեմն ծոցի ուղղությամբ Բաբ el-Մանդեբի նեղուցում, ուստի շատ մեծ նշանակություն ունի ռազմավարական եւ հետաքրքիր նաեւ ես կասեի երկարաժամկետ առումով հետաքրքիր նաեւ պլացդարմ է այսպիսի ձևավորում, եթե ռազմական գործողություններ լինեն արաբական պետությունների հետ, խոսքին Սաուդյան Արաբիայի, ինչը այդքան էլ չեն համարում Իսրայելում ուրեմն իրատեսական, բայց ոչ էլ բացառում են այդպիսի հավանականություն, ապա հարավից նաև կունենա Իսրայելը գործելու հնարավորություն։ Բացի դրանից, սա իհարկե ընկալվում է ինչպես հակաիրանական եւ հութիների դեմ այսպիսի ճակատ, որը օգնելու է Իսրայելին ապահովել իր այնտեղ ներկայությունը։ Սոմալիլենդի համար սա պատմական հնարավորություն եւ նպատակ էր, ձևավորում է դիվանագիտական ուրեմն արդեն ծառայություն եւ փաստացի սկսում է համագործակցել կոնկրետ ամենահզոր պետություններից մեկի հետ, Իսրայելի հետ, անվտանգային եւ նավային այդ ուրեմն ծովի հետ կապված բոլոր ուղղությունները, որտեղ ափը շատ երկար է Սոմալիլենդում, իսկ բնությունը այնպիսին է, որ այդտեղ ապրելը շատ բարդ է, խորքում պետության, ափի ուղղությունով պետք է հենց ապրես եւ երկար ափը նշանակում է նաեւ սպառնալիքներ, միևնույն ժամանակ հնարավորություններ, որովհետեւ լոգիստիկ ուղղությունով կա լուրջ հնարավորություններ եւ Իսրայելը ոնց հասկանում եք պատրաստվում է այդտեղ ներդրումներ ունենալ նաեւ խոսքի նավահանգիստների ուղղությունով եւ պատրաստել իր լոգիստիկ հնարավորությունները։ Սա իրականում մեծագույն հարված է Թուրքիային, որովհետև Թուրքիան Սոմալիայի գլխավոր դաշնակիցն է Մոգադիշո մայրաքաղաքով, եւ որը ասում է, որ Սոմալիլենդը իր տարածքն է եւ մինչեւ այսօր չկար պետություն, որը ճանաչում էր Սոմալիլենդը առանձին պետություն։ Թուրքիան ամենագլխավոր ջատագովն է Սոմալիայի տարածքային ամբողջականությունը, որը Թուրքիան տարբեր պայմանագրերով հաստատել է եւ ասել է, որ օգնելու է պաշտպանես քո տարածքային ամբողջականությունը։ 2024 թվականի փետրվար ամսին Թուրքիան եւ Սոմալիան ստորագրել են
ուրեմն լայնածավալ ռազմական, պաշտպանողական եւ ծովային համագործակցության մասին փաստաթուղթ, որի մասին ամեն ինչ չէ որ գիտենք, բաց չէ այդ փաստաթուղթը, բայց գիտենք, որ Թուրքիան պատասխանատվություն է վերցրել եւ Սոմալիայի հատվածում կունենա ռազմական նավեր, Թուրքիան, այո, եւ կունենա նաեւ այդտեղ գազի եւ նավթի ուրեմն ակտիվ ամ, արտադրության եւ դեռ փնտրելու ծովում գործունեություն Թուրքիան եւ թուրքական կողմը վերցնում է պատասխանատվություն Սոմալիայի ռազմական ուժերը, զինված ուժերը վերապատրաստելու ուղղությունով։ Ուրեմն Թուրքիայի համար սա փաստացի ինքը դառնում է Սոմալիայի անվտանգության երաշխիք, երաշխավոր, միևնույն ժամանակ այդ հատվածում նաև ռազմավարական միջազգային առևտրի ուղղությամբ հաստատվում է, հատկապես իսլամական բաղադրիչը օգտագործում է, որովհետև ինչպես ասեցի, Սոմալիան մեծ մասամբ իսլամական պետություն է եւ իսլամի ներկայությունն այնտեղ կարևոր հարց է եւ փորձում է Թուրքիան ազդել էներգետիկ եւ ծովային հնարավորությունների, լոգիստիկ հնարավորությունների վրա միջազգային առևտրի ուղղությունով, որովհետեւ եթե այն ափը վերահսկում էր Իրանը, ոնց ասացի, Եմենի հութիների շնորհիվ, ապա այս ափը նույն Ադենի ծոցի վերահսկում է Թուրքիան, ինքն էր պատկերացնում, բայց մտավ Իսրայելը եւ հիմա Իսրայելը ասում է ոչ, այդպես չէ, Իսրայելն էլ է վերահսկելու Թուրքիայի եւ Իրանի մեջտեղում Իսրայելը իր համար այսպեսի առանձին պետություն է ունենում, որովհետեւ միակն է ով ճանաչում է, ուստի հասկանում եք, այնպես չէ, որ ուրիշ պետություններ կան, ով Սոմալիլենդի հետ ակտիվ կհամագործակցի։ Իդեմս նշեմ, Դոնալդ Թրամփը ասում էր, որ կարող է ճանաչել Սոմալիլենդը նույն այս տրամաբանությամբ եւ չեմ բացառում, որ օրերս երբ Բենյամին Նետանյահուն գնա Վաշինգտոն եւ հանդիպի ուրեմն Դոնալդ Թրամփի հետ, ապա վերջապես իրան համոզի, որ Սոմալիլենդը նաև Միացյալ Նահանգները պետք է ճանաչեն եւ այդտեղ կարող է Միացյալ Նահանգներն էլ ռազմակայան ունենան։ Ոստի Թուրքիայում սարսափելի իրավիճակ է այս առումով, շատ են կատաղած։ Մենակ սրա պատճառով չէ, արդեն մենք քննարկեցինք մի քանի իրար ավելացող պատճառների համար, նաև մի հատ այսպիսի առանձնահատուկ բան կա, սա մի քիչ վերլուծական հատված չէ, բայց միևնույն է, այն ոճը չէ, որով ես միշտ այստեղ գործում եմ, բայց միևնույն է ձեր հետ կկիսվեմ, որովհետև ես իմ մասնագիտությունն է եւ հմտությունները այս ուղղությունով միշտ էլ զարգացրել են բացի համալսարանի մասնագիտությունից եւ ուշադիր եմ այդպիսի հարցերի առումով։ Երեք Թուրքիան թուրքական պաշտպանության նախարարությունը նկար է դրել իրանց տանկը այդտեղ եւ հին տանկ է իրականում ՆԱՏՕ-ի ձևաչափի, բայց այդտեղ կա թուրքական դրոշ շատ փոքր տանկի վրա, այդպես են թուրքերը անում, եւ գրված է այդտեղ, որ իրանք մարտունակ են, պատրաստ են եւ հզոր են եւ այլն, մի խոսքով այսպեսի բառապաշար, նույն իրանց այդտեղ տարբեր հատվածներ օգտագործելով նկատի ունեմ մի նման բառապաշար էր, հետո արդեն Իսրայելի պատասխանին, որը մի քանի ժամ անց Իսրայելը նաև իր պաշտպանության նախարարության ուշադրություն թուրքալեզու կայքի վրա է տեղակայել, ունի այդպիսի թուրքալեզու կայք ուրեմն Իսրայելի պաշտպանության նախարարությունը արդեն Թուրքիայի պատասխանը իսրայելական տանկ է շատ մեծ աննախադեպ մեծ իսրայելական դրոշով Մերքավա տանկն է, որը շատ հզոր էր, այնտեղ Լեոպարդի մասին էր խոսքը, գերմանական արտադրության, իսկ այստեղ Մերքավա իսրայելական արտադրության, որը մի քանի անգամ նույնիսկ ավելի մեծ է ֆիզիկապես, որ նայում ես այդ տանկի վրա եւ նույն բառերն ա գրած, ինչ որ գրված էր, բայց ավելացված է, որ պրոֆեսիոնալ են ի համեմատություն ուրեմն թուրքական կողմի, սա համարվում է այսպիսի թրոլինգ կարելի ասել, դիվանագիտական լեզվով, իհարկե սա էլ շատ այսպիսի ուշադիր Անկարայում կհետևեն, որովհետև այդ ալիքը նաև իսրայելական, ինքը ուղղված է թուրքական հանրությանը, որովհետև թուրքալեզու է, եւ թուրքական հանրությունը հանգիստ կարդում է այդտեղ ինչ է գրված եւ հասկանում է, որ Էրդողանին պատասխանում են, որ եթե դու պատկերացնում ես կարաս գործողություններ վարես, ապա շատ ավելի ակտիվ գործողություններ կարող են վարել Իսրայելը եւ ինքը ասում է, որ ավելի հզոր է, քան Թուրքիան։
Բացի դրանից, օրերս Իսրայելում ուրեմն տվյալներ են հավաքել հանրային կարծիքի եւ երկրորդ տեղը Իրանից հետո զբաղեցնում է Թուրքիան ինչպես գլխավոր սպառնալիք։ Կարծում եմ սա էլ շատ հստակ ցույց է տալի ինչպիսի մթնոլորտ է այնտեղ։ Բացի դրանից պետք է ասել, որ ուրեմն 2024 թվականին, երբ ստորագրվեց այս փաստաթուղթը, ուրեմն Սոմալիայի եւ Թուրքիայի միջև, ապա սա լարեց հարաբերությունները Թուրքիայի եւ Էթիոպիայի միջև, որովհետեւ Սոմալիլենդը Էթիոպիայի համար, որը մեծ պետություն է, բայց չունի ելք դեպի ծով, ներկայացնում է կարևորագույն գլխավոր ուղղությունը, որ ապահովի իր կապը ծովի հետ։ Իսկ Էթիոպիան շատ հետաքրքիր պետություն է, առհասարակ քրիստոնեական կարևոր ուրեմն վայր է նաև զարգացման եւ մենք նաև կապեր ունենք Էթիոպիայի հետ։ Ես կարծում եմ շատ հետաքրքիր է Էթիոպիայի հետ կապերը զարգացնել եւ Սոմալիլենդի հետ չեմ ասում իհարկե որևէ ճանաչման ուղղությունով շարժվել, առնվազն այս փուլում դա որևէ իրատեսական չէ, բայց գոնե փորձել ինչ-որ ոչ ֆորմալ կապեր հաստատել եւ հենց Էթիոպիայի միջոցով, որը միշտ համարվել է, որ Սոմալիլենդի աջակիցն է եւ Էթիոպիայի եւ Թուրքիայի հարաբերությունները նաեւ էին սրվել, որովհետեւ սրանով շատ կարևոր է Էթիոպիայի տնտեսության համար սա հարցը։ Եվ Սոմալիլենդի ճանաչումը Իսրայելի կողմից սա հարված է թուրքական ազդեցությանը արևելյան Աֆրիկայում, սա Մոգադիշոյից, այսինքն Սոմալի մայրաքաղաքից խլում է ազդեցության կենտրոնը եւ ձևավորում է նոր այսպիսի այլընտրանքային կենտրոն ազդեցության Ադենի ծոցում, Իսրայելը մուտք է գործում այս ուղղությամբ եւ միանգամից հարցի տակ է դնում ամբողջ ուրեմն թուրքական ազդեցությունը այս շրջանում։ Բացի դրանից, Սաուդյան Արաբիայի ուղղությունով շատ հետաքրքիր է այս հարցը, որովհետև Կարմիր ծովի եւ լոգիստիկ ուրեմն կապերի անվտանգությունը իր համար Սաուդյան Արաբիայի համար կենսական նշանակություն ունի։ Եվ հիմա մենք ունենք արդեն իրավիճակ, որտեղ որ Սուեցից հենց դուրս է գալի Իսրայելն է գտնվում եւ կարա վերահսկել ամեն ինչ այդտեղ հանգիստ, եւ հենց Բաբ el-Մանդեբի նեղուցից դուրս է գալի Սաուդի Արաբիայից որ նայենք, հա, նկատի ունեմ Կարմիր ծովի հատվածում Ջեդդա քաղաքն է այդտեղ գտնվում, շատ մեծ եւ շատ հսկայական լոգիստիկ կենտրոն է, կենտրոնական լոգիստիկ կենտրոնը Սաուդյան Արաբիայի համար, որովհետև Սաուդյան Արաբիան երկու ուղղություն ունի լոգիստիկ կենտրոնների, մեկը Կարմիր ծովն է, մյուսը ինչպես կոչում են այդ հատվածը կամ արաբական ծոց կամ պարսկեաց ծոց, երկուսն էլ օգտագործում են իրականում, միջազգայինորեն ավելի երկրորդ տարբերակն է հայտնի, Պարսից ծոց եւ պետք է ասել, որ Սաուդյան Արաբիայի համար դա էլ է խնդիր, որովհետեւ այնտեղ էլ նեղուց կա, որը միշտ էլ սպառնում է Իրանը, որ կարող է փակել, իսկ այս հատվածում ստացվում է, որ երկու ելքն էլ դեպի հյուսիս եւ դեպի հարավ հիմա վերահսկելու է Իսրայելը։ Սա շատ մեծ, շատ կարևոր գործընթաց է։ Եթե միջև այդ Իրանը ասում էր ինքն է վերահսկելու Եմենի միջոցով եւ այնտեղ Եգիպտոսը, հիմա իրավիճակը փոխվում է։ Հատկապես ես կարծում եմ, որ այս քայլը Իսրայելին կտա հնարավորություն էֆեկտիվ արդեն չեմ ասի ոչնչացնի, որովհետև տերորիստներին վերջնական ոչնչացնել բարդ է, չի ստացվում, Աֆղանստանը դրա օրինակ, բայց մասնակի ոչնչացնել եւ կանխել ակտիվությունը Եմենում հութիների հնարավոր կլինի, որովհետև կարող է օրը շատ անգամ հարված հասցնեն եթե ռազմակայան ձևավորի Սոմալիլենդում, իսկ ես չեմ կարծում, որ Իսրայելը այսպիսի քայլեր անել եւ չնախատեսեր ուրեմն ռազմակայան ձևավորելը։ Եվ իհարկե Սաուդյան Արաբիան գիտակցում է, որ սա ռազմաքաղաքական բալանսի փոփոխությունի է բերելու իր արևելյան ուղությունով Կարմիր ծովի ուղությունով, իսկ Իրանի համար սա նաև լուրջ հարված է, որովհետև իր հութիների, իր գործակալ տերորիստական ցանցի ոչնչացման օրակարգը դնում է շատ ավելի
կարևոր հնարավորություն։ Բացի դրանից պետք է ասել, որ այստեղ այո, ռազմական բաղադրիչը կա, որովհետև Արաբական Էմիրությունները, որոնք այդտեղ կղզիներ կա Եմենի եւ Սոմալիլենդի միջև, նաեւ կա հենց անցնում ես Բաբ el-Մանդեբի այդ նեղուցը, Ադենի ծոցում կա կղզիներ, բերբերներ է կոչվում, բերբեր կղզիներ եւ հայերեն հստակ չգիտեմ իրականում ոնց է թարգմանվում, բայց ռուսերեն եւ անգլերեն այդպես է կոչվում բերբերներ։ Եվ այդտեղ չնայած դրա, որ այդ տարածքը իրականում Եմենի տարածքն է, այլ ոչ թե որևէ Միացյալ Արաբական Էմիրությունների, Միացյալ Արաբական Էմիրությունները եկել են գրավել են այդ տարածքները եւ այդտեղ ռազմական են ստեղծել, որովհետեւ այդ նույն նեղուցը կենսական նշանակություն ունի, ուրեմն Միացյալ Արաբական Էմիրությունների համար եւ փորձել է այդտեղ իր լոգիստիկ կապը ձևավորի, որ եթե պետք լինի հարվածներ հասցնի որևէ խոչընդոտող ուժին, որը կարա այդ նեղուցը փակի, որովհետեւ առանց այդ նեղուցի Միացյալ Արաբական Էմիրությունների տնտեսությունը առհասարակ փաստ չէ, որ կարող է գործել, որովհետեւ առևտուրը, այդ թվում նավթի գլխավոր առումով հենց այդ ուղղությունով է զարգանում։ Հիմա հիշեցնեմ, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Իսրայելի ամենամտերիմ դաշնակիցն են արաբական աշխարհում։ Ուստի այդտեղ ի պատասխան արդեն Իրանի եւ Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի ինչ որ առումով ձևավորվում է Իսրայել Միացյալ Արաբական Էմիրություններ այսպիսի լոգիստիկ ներկայություն, որը այսօր լոգիստիկա, վաղը ռազմական է դա բնական տրամաբանություն է։ Հիմա Թուրքիան այստեղ շատ ակտիվ դեր ունի, որովհետև Թուրքիան պատրաստվում է այդտեղ ռազմական հնարավորություն զարգացնել եւ ես կարծում եմ, որ կարագացնի տեմպը եւ մենք մոտակա ժամանակում կտեսնենք այդտեղ ել ավելի շատ թուրքական նավեր ռազմական Սոմալիայում եւ նաեւ թուրքական ԱԹՍ-ներ եւ Սոմալիան դառնում է Սիրիայի նման մի այսպիսի տարածք հիմա, որովհետեւ զինելու է Թուրքիան կենտրոնական իշխանությունին եւ ի վերջո կարծում եմ, որ չի բացառվում, որ պատերազմ լինի Սոմալիլենդի ուղղությունով։ Նկատի ունեմ, որ կենտրոնական ուժերը Սոմալիայի փորձեն Սոմալիլենդը ուժով գրավել, որ Իսրայելին այդտեղից իրականում հանեն։ Իսրայելը դրան խանգարելու է հաստատ զենք ծախելով Սոմալիլենդին։ Մի խոսքով դուք տեսնում եք այստեղ հետաքրքիր այսպիսի շախմատի տրամաբանությամբ իրավիճակ է ձևավորվում։ Բացի դրանից, այդտեղ Al-Shabab տերորիստական խմբավորումը, որը կարելի է ասել իսլամական պետություն տերորիստական խմբավորումն է, շատ ակտիվ ներկայություն ունի եւ իսլամական պետության մասին մենք կխոսենք, որովհետեւ Ամերիկան հարվածներ է հասցրել իսլամական պետությունին, ուրեմն Սիրիայի տարածքում եւ հիմա նաեւ նոր տեղեկատվություններ կան, որ մի ուրիշ տեղել է հասցրել հարվածներ եւ դրա մասին մենք խոսենք ձեր հետ միասին առանձին, իսկ այստեղ Սոմալիայում նաեւ իսլամական պետություն կա, Al-Shabab տերորիստական խմբավորում, որի դեմ նաեւ Միացյալ Նահանգները կարող են վարել այսպիսի հարվածներ, իսկ ինչպես գիտեք, որտեղ տերորիստներ, այդտեղ Թուրքիա եւ Թուրքիան շատ դժգոհ կլինի, որ իր գործընկերներին, այսպես ասեմ, Միացյալ Նահանգները հարվածի։ Մի խոսքով տեսնում եք, որ շատ հետաքրքիր այստեղ այսպիսի նոր կենտրոն է ձևավորվում ուշադրության, որի հետևից մենք նաև պետք է հետևենք, այո, շատերը կարող է միանգամից չհասկանան կապը սրա Հայաստանի հետ, բայց մանրամասն երբ բացատրեցի հիմա ինչ զարգացումներ են, հասկանալի է Թուրքիա, Իսրայել, մենք ինչ խոսում ենք, Միացյալ Նահանգներ, արաբական պետություններ, Իրան, այդ ամեն ինչը մեր հետ անմիջապես կապ ունի։ Էթիոպիան նաև մեր հետ շատ լուրջ կապեր ունի եւ մենք այդ կապը այնտեղ դեսպանություն էլ նույնիսկ ունենք, ինչքանով գիտեմ Հայաստանը, եւ պետք է այդ ուղղությունով աշխատել, շատ ակտիվ աշխատել։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, չենք մոռանում լայքում ենք վերլուծությունը, գրում ենք մեկնաբանություններ, բաժանորդագրվում ենք եւ կհանդիպենք հաջորդ վերլուծության ընթացքում։ Շնորհակալություն։